Ուրեմն հարգելի ուսանողներ, եկեք հիմա անցնենք գծային կախվածության եւ գծային կոմբինացիաների թեման, որում խնդրեմ ուշադիր եղեք, այս թեման մի յուրահատկություն ունի։ Դա այն յուրահատկությունն է, որ ի տարբերություն շատ այլ թեմաների, որոնք գծային հարաշում ենք անցան, ինքը իր ուղղակի անալոգը չունի խմբերի տեսությունից։ Մենք շատ բաներ, որ այստեղ անցնում ենք, ասենք տարածությունը եղավ ենթախմբի պես ինչ-որ մի բան, բայց այստեղ գծային անկախություն, գծային կախվածությունը մի բան է, որը յուրահատուկ, սպეციფიկ է հենց գծային հարաշվին եւ խմբերի տեսությունում այդքան արտացոլված չէ։ Հիմա եկեք սկսենք այսպես։ Ենթադրենք մեզ տրված է ինչ-որ տարածություն դաշտի վրա եւ ունենք որոշ վեկտորներ վերցված։ Դե այն հատեց սկալյարներ վերցնենք դաշտից եւ կազմենք հետեւյալ գումարը։ Առաջի սկալյար անգամ առաջի վեկտոր a1 v1 գումարած a2 v2 գումարած եւ այն an այս գումարը կազմենք։ Սա անուն ունի, սա կոչվում է v1 vn վեկտորների a1 an գործակիցներով գծային կոմբինացիա։ Գծային կոմբինացիա։ Օրինակ, պրիմիտիվ կիրառություններ են գծային կոմբինացիաների ինչերը։ Եթե մեզ հարթություն էր տված ինչ որտեղ օկետով անցնող, չէ, եթե ստեղ մենք երկու հատ ուղղորդ վեկտոր էինք վերցնում այդ մեր p հարթության համար, մի սկալյար անգամ մի առաջի վեկտոր գումարած սկալյար անգամ երկրորդ վեկտորը դա իրենից ներկայացնում էր լցնում էր իրանով ամբողջ հարթությունը։ Այսինքն նորահայտ հասկացություն չէ ձեզ դպրոցից կիրառված է։ Հիմա տեսեք այս կոմբինացիաները, գծային կոմբինացիաները մի հատ հատուկ դեպք կա, երբ որ առանձնակի հետաքրքրություն իրանից չեն ներկայացնում։ Դրանք տրիվիալ կոմբինացիաներն են։ Տրիվիալ կոմբինացիաներն է, երբ որ այս բոլոր գործակիցները, որ այստեղ կանգնած են, դրանք բոլորը 0-ներ են։ Եթե դրանք բոլորը 0-ներ են, հիմա խնդրում եմ ասեք, այդ դեպքում այս գծային կոմբինացիան ինչի հավասար կլինի։ Այո, ինքը 0 կլինի, այսինքն ստեղ առանձնապես խորանալու թեմա չկա։ Ուղղակի գրած է մի խումբ 0-ների գումարը 0 է, այսինքն դա հետաքրքիր դեպք չի։ Դրա համար մնացած բոլոր դեպքերը, այսինքն երբ որ այս գործակիցներից գոնե մեկը 0 է, իսկ մնացածները կարող են եւ 0, գոնե մեկը 0 չէ, իսկ մնացածների մեջ կարող են եւ 0-ներ լինել։ Դա հատուկ շեշտում են որպես ոչ տրիվիալ կոմբինացիա։ Այսինքն եթե մենք այսուհետև ասենք գրենք մի հատ գծային կոմբինացիա, ասենք տրված է ոչ տրիվիալ կոմբինացիա, դա մենակ այն կուզենանք մենք ասել, որ այդ իր գործակիցներից գոնե մեկը 0-ական չէ։ Հիմա օրինակներ նայենք։ Նախ վերցնենք մեր սովորական R3 ավանդական տարածությունը, նրա մեջ ահա սա գծային կոմբինացիա, որտեղ գծը երկու անգամ այս վեկտոր գումարած ինչ մինուս 1 անգամ այս վեկտոր գումարած 1 անգամ այս վեկտոր գումարած 3 անգամ հավասար է սա։ Ավելի էկզոտիկ օրինակ, տարածությունը կարող է լինել մոդուլյար, դաշտներ կարող է լինել մոդուլյար վերջավոր դաշտ։ Ստացվեց sense խոսակցություն։ 3 անգամ 1 գումարած 1 անգամ 2 գումարած 2 անգամ 1 պետքա տար 7, բայց քանի որ մենք z7 դաշտում ենք գործում, դա դառնում է 0։ Մի քիչ էլ ավելի ոչ ստանդարտ օրինակ, վեկտորները մեր մոտ պարտադիր չի sense տեսք ունենան, էնյակներն են, կարող են վեկտորները նաև լինել մատրիցներ։ Այս գծային կոմբինացիան հավասարնում այս վեկտորին, տեսեք վեկտորներ եմ արդեն իրաց անվանում։ Նմանապես մի հատ էլ էկզոտիկ օրինակ, դաշտը թող լինի z7-ը, բայց z5-ը, բայց z5-ի վրա մենք վերցնենք
բազմանդամներ եւ նրանց միմյանց գումարենք որպես ավանդական բազմանդամների գումանման կանոնը միայն հաշվի առնելով դաշտի տարբերությունը գծային կոմբինացիաները առատորեն կան մաթեմատիկայի տարբեր անկյուններում, բայց հիմա եկեք երկու յուրահատուկ օրինակ շեշտենք, որով կամաց-կամաց ես ուզում ձեզ գծային կախվածության գաղափարին են մոտեցնել։ Նայեք, սենց մի հատ իրավիճակ պատկերացնենք։ Վերցնենք մեր էլի R3-ի մեջ հարթություն օկետով անցնող, բնականաբար ինքը ենթատարածություն կլինի, եւ այս P-ի մեջ վերցնենք նայեք V1 V2 վեկտորները։ V1 V2-ի գծային կոմբինացիաները, այսինքն սենց A-V1 գումարած A1 V1 գումարած A2 V2 այս տեսակ վեկտորները ու իրանք լցնում են ինչը, ով է նկատում։ Հարթությունը։ Այո, ամբողջ հարթությունն է լցնում։ Տեսեք, այս հարթության վրա այս կարմիր ու վեկտոր եթե վերցնեմ, ես իրան այս զուգահեռ գծեր տանեմ V1-ին, V2-ին, այս կստացվի ինքը այս զուգահեռագծից կստացվի ինքը սպիտակ այս երկու հատ վեկտորների գումարն է, այսինքն իսկապես այս տեսքի է։ Հիմա տեսեք, ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Այն որ մեր դասընթացի սկզբում անվանում էինք ուղղորդ վեկտորներ այս հարթության համար, ստացվեց, որ հիմա սենց են թարգմանվում։ Այս V1 V2 վեկտորների բոլոր գծային կոմբինացիաները իրենց ներկայացնում են հարթությունը։ Հարթությունը դա գծային կոմբինացիաների բազմությունն է V1 V2-ի։ Հələ մի հատ տերմին էլ ավելացնենք։ Տեսնում եք, կարող եմ ես ասեմ, որ այս V1 V2 V3 վեկտորները իրար հետ նայեք նոր տերմին եմ օգտագործում առանց խիստ սահմանման դեռ։ Իրանք կախված են։ Ինչպես են կախված, որտեղ դրանցից մեկը, ասենք թե ուն, մյուսների գծային կոմբինացիայով ներկայացված է։ Իսկ եթե ես վերցնեի այս W վեկտորը, ինքը V1 V2-ի գծային կոմբինացիաներով ոչ մի կերպ չի ներկայացվում։ Հիմա եթե սրանք V1 V2 ուն անվանեցի կախված, ապա V1 V2 W-ն կսազի ինչ բառ օգտագործել իրանց համար։ Անկախ։ Էն էլ անկախ հապրեք։ Նայեք ինչ ստացվեց։ Ուրեմն ստացվեց, որ սենց գծային կոմբինացիաները կապված են անկախության հասկացություն կա իրանց մեջ։ Օրինակ այս V1 V2 ուն իրանք կախված էին, դա վիզուալ սենց կարելի է պատկերացնել, իրանք երեքով միասին մի հարթության մեջ էին ընկած, բայց հենց որ մենք այդ ուն փոխարինեցինք մի հատ W վեկտորով, որ այդ հարթությունից լավ դուրս էր ընկած, կամ թեկուզ մի միլիմետր այդ հարթությունից վերև էր բարձրանում, այլևս անկախ չէին, կախված էին։ Սա առաջին անգամն է, որ անկախության կախվածության հասկացությունը դեռ առանց խիստ սահմանում տալու մենք դիտարկում ենք։ Հələ մի հատ լրիվ ուրիշ օրինակ դիտարկենք, որտեղ այս նույն բանը, նույն գաղափարը ուրիշ արտաքին տեսքի տակ մասնակցում է։ Նայեք։ Դիտարկենք ահա մի հատ գծային հավասարումների համակարգ։ Ինչ լավ գիտենք այս առարկայից առայժմ գծային հավասարումների համակարգերը, չէ՞։ Սենց մատ համակարգը։ Հիմա նայեք, ես կարող եմ արդյոք այսենց այս A1 AM1-ը սենց առանձնացնել որպես մի հատ սյուն վեկտոր գրել, սրանք միացեն սյուն վեկտոր գրել եւ սա մի հատ սյուն վեկտոր գրել։ Այս ամեն ինչից հետո ինչ է գրած, դեռ չի գրած, այս առաջի սյուն վեկտորը բազմապատկած է ինչով, մի հատ x1-ով, առանձին x1 գրեմ դիմացից, սա բազմապատկած է x-ով, այս բոլորը գումարած են իրար եւ այլ հավասար են մյուս վեկտորին։ Նայեք, ինչքան նման իրավիճակ է ստացվում։ Այս B1 BM վեկտորը ստացվում է x1 անգամ սա, գումարած xn անգամ սա։
Next ներքևում լավ նշանակումներ ունենք, հեսա սյուն վեկտորները նշանակված են այս անուններով, սա էլ սենց, և մեր համակարգը արտագրված է այս տեսքով։ Մասնավորապես, եթե մեր համակարգը համատեղելի է, այսինքն լուծում ունի, այս սա լուծում է, նշանակում է այս x1 շտրիխ անգամ այս առաջի վեկտոր, գումարած եւ այլ x-n շտրիխ անգամ այս վերջի վեկտոր, որ գրենք բազմապատկենք եւ բոլորը գումարենք իրար, պետք է ստացվի այս աջ կողմի վեկտորը։ Տեսնում եք ինչքան արտաքուստ տարբեր էր այն նորվա մյուս գրաֆիկից այս կապույտ հարթության պատկերից, երբ որ մի վեկտորը մեկ ընկած է հարթության վրա, մեկը չի ընկած։ Բայց էլի նույն բանն է ստեղ արտահայտվում։ Նույնիսկ հստակ ասեմ։ Ուրեմն, եթե այս համակարգը համատեղելի է, այսինքն ունի լուծում, այդ դեպքում ստացվում է, որ այս un v1 vn վեկտորների գծային կոմբինացիան է, դա է այստեղ գրած է հեսա։ Եթե լուծում ունի։ Կարող եմ նաև տերմինի նորից օգտագործեմ, ասեմ v1 vn ստորակետ u վեկտորները միասին կախված են։ Իսկ եթե ինքը լուծում չունի, այսինքն չկա այսպիսի x1 xn շտրիխ, որը սա սենց լինի, այսինքն un սրանց գծային կոմբինացիան չէ։ Տեսնում եք, ինչ նման խորքի մեջ նման հասկացություն հանդիպեց արտաքուստ շատ տարբեր սիտուացիաներում։ Մի սիտուացիայում մենք ունեինք հարթություն, եւ այս v1 v2 u վեկտորներն էին տված, հենց որ u վեկտորը գալիս ընկնում էր նույն հարթության մեջ, նրանք ասում են, ահա, կախված են, բայց հենց որ u վեկտորը դուրս էր գալիս մի փոքրիկ մեր հարթության մեջից ստացվում է w-ն, անկախ են։ Լրիվ նման իրավիճակ է իմաստային առումով, բայց ոչ արտաքին տեսքի առումով համակարգերի մեջ։ Համակարգերը համատեղելի են, գծային հավասարների համակարգեր, եթե իրա այս վերջի սյունը, եթե ավելացնենք միմյանց վրա, այսքանը այս սյուները միմյանց հետ կախված են։ Իսկ եթե անկախ են, ուրեմն համատեղելի չի։ Այսինքն համակարգի համատեղելի անհամատեղի ելնելու փաստը վիզուալ իմաստով կարելի է պատկերացնել, նմանացնել սենց հարցի հետ։ Երկու հատ վեկտոր տված է մեզ v1 v2, երրորդ u վեկտորը կամ բերում գցում ենք նույն հարթության մեջ, ինչ որ դրանք են, կամ մի քիչ դուրս ենք բերում։ Էդ էլ լինում է համատեղելի, ոչ համատեղելի։ Տեսեք, իրարից ինչքան տարբեր հասկացություններ են, բայց խորքի մեջ նույն բանի վրա են հենվում։ Դե, քանի որ մաթեմատիկայի տեսեք իրարից շատ տարբեր անկյուններում մենք կարողացանք նույն երևույթի տարբեր դրսևորումներ նկատել, ուրեմն դա խոր երևույթ է եւ եկեք իրան անուն տանք, հենց օգտագործելով նորվա գաղափարները։ Ընդհանրենք v-ն վեկտորական տարածությունը, ինչ որ դաշտի վրա։ Եվ նրա մեջ տված են ինչ որ v1 vn վեկտորներ։ Նրանք կոչենք գծորեն կախված, եթե այդ վեկտորներից մեկը մնացածների գծային կոմբինացիային արտահայտվում։ Այսինքն գոյություն ունի այդ վեկտորներից մեկը, որը v կանան, k երրորդը, եւ այնպիսի սկալերներ, որ երկար բանաձև է գրված, բայց վախենալու ոչինչ չկա, այստեղ ուղղակի այն միտքն է գրված, որ v կան արտահայտված է v1-ով, v2-ով, vk-1-ով, vk+1-ով, vn-ով, դիմացները գրած ինչեր, դիմացները գրած ահա այս գործակիցները։ vk վեկտորը արտահայտված է մնացածների գծային կոմբինացիայով։ Ուրեմն տեսեք, սա մեկն է այն սահմանումներից գծային հարաշվում,
որ հարմար է ոչ թե միայն մի սահմանումից օգտվել, այլ մի հատ երկրորդ սահմանում էլ է հարմար բերել եւ կախված իրավիճակից կամ մի սահմանումը օգտագործել կամ մյուս, բնականաբար ապահովելով, որ նրանց ապացույց է այն բանի, որ իրանք համարժեք են։ Հələ եկեք վերենք երկրորդ սահմանումը։ Եթանեք Venn վեկտորական տարածություն է կրկին էլ ինչ-որ դաշտի վրա իր համար եւ դեպքում S հավասար է V1 Vn վեկտորների բազմություն նրանից կոչվում է գծորեն կախված, եթե ինչ որ V1 Vn սկալերներ կան մեր դաշտից, ոչ բոլորը միաժամանակ 0, սրանցից գոնե մեկը ոչ զրոյական է, այնպես որ նրանց այս գծային կոմբինացիան հավասար է 0-ի։ Մի հատ գծային կոմբինացիա գոնե կա, այնպես որ ոչ բոլոր գործակիցներն են 0, մեր ստերից գործակիցներից մեկը ոչ զրոյական է, ու գումարը 0 է։ Ընդ որում հələ ես ձեզ մի բան ձևակերպեմ, դուք տեսնեմ ով կմեկնաբանի։ Այստեղ կարելի է սահմանում ավելի կարճ ասել սենց, այլ խոսքերով գոյությունն մի հատ ոչ տրիվիալ գծային կոմբինացիա այս վեկտորների, որը զրոյական է։ Ով է ուզում բացատրել ինչի է այդքան երկարը կարելի է մի տողով ասել։ Դե մեր արտահայտությունը, որ ասում ենք այն սկալարները, որ f-ից են ու գոնե մեկը 0 չի, դա հենց մեր ոչ տրիվիալ կոմբինացիան է։ Ապրեք, ոչ տրիվիալ, ճիշտ եք ասում, տրիվիալ էր դա այն կոմբինացիան, որի բոլոր գործակիցները 0 էր, ոչ տրիվիալ էր այն կոմբինացիան, եթե գոնե մեկը 0 չէր։ Այսինքն ստեղ կարող ենք կարճ ասենք, վեկտորների համակարգը կոչվում է գծորեն կախված, եթե գոյություն ունի միայն նրա ոչ տրիվիալ կոմբինացիա, որը 0 է, բայց հետո տեղեկի բացենք, որը նշանակում է որ, եղավ։ Հիմա եկեք ապացուցենք այս m բանը, որ առաջի սահմանումից բխում է երկրորդը, երկրորդից բխում է առաջինը։ Այսինքն վերցնենք մենք վեկտորների ինչ որ մի հատ համակարգ v1 vn, այսա։ Ցույց տանք, որ նա համարժեք է անկախ է ըստ մի, կներեք, նա կախված է ըստ մի սահմանման, հատայից բխում է, որ նա կախված է ըստ մյուս սահմանման եւ հակառակը։ Դա սա շատ դյուրին ապացույց է, նայեք, սենց անենք։ Ենթադրենք նա այդ համակարգը կախված է ըստ առաջի սահմանման։ Այսինքն, տեսեք, այսինքն մեր մոտ տեղի ունի այս հավասարությունը։ Նայեք, այս հավասարության մեջ կարող եմ, չէ, ինչ որ անդամները աչուձախ տանել, հետևաբար ես այս դիմացի այս VK վեկտորը կարող եմ տանել աջ մաս, տեղադրել նրա դիմաց մինուս նշան, այսենց, տեսեք դիտմամբ այսպես մի քիչ bold ֆոնտով է նշված, տեսեք երևա ինչի, եւ այդ տարբերությունը հավասար կլինի ինչի 0-ի։ Բերել եմ այս VK-ն պատկերավոր ասած S-կով, գրել եմ փոխարինելով սրա։ Դե կարող եմ ես համարել, որ այս սա է, այս -1-ն է, մեր այս գծային կոմբինացիայի K երրորդ գործակիցն է, այս գծային կոմբինացիան հավասար է 0-ի։ Դե ստեղից այս քայլը ապացուցվեց, վերջացվեց։ Ով է ուզում ասել ինչու։ Ստացանք ոչ տրիվիալ, որտեղ գիտենք, որ B-կան հաստատ -1 է։ Այո։ Ոչ տրիվիալ է, որտեղ B-կա -1-ը, ինչի է -1, որովհետև մենք դաշտի վրա ենք գործում, դաշտում անպայման 1 գոյություն ուներ, դե որ 1 գոյություն ուներ, ամեն տար հակադիր ուներ -1-ներ գոյություն ուներ, -1-ը հավասար չէ 0-ի, դա էլ կարելի է բխեցնել նրանից, որ դա ինքը 0-ով բացպատկենք, ինչ որ բան պետք է անպայման 0 լինի, որ -1-ով ասենք, թե 1-ը բացպատկենք, եթե 0 չի լինի։ Լավ, հաջորդ կողմը նույնքան հեշտ է ցույց տրվում։ Պետք է ինչ անել։
պետք է ցույց տալ, որ մի հատ ոչ տրիվիալ կոմբինացիա կա, էսա։ Պետք է ենթադրել մի հատ ոչ տրիվիալ կոմբինացիա կա, դուրս բերել, որ կախված են նաև ըստ առաջի սահմանման։ Շատ լավ։ Սա մեր ոչ տրիվիալ գծային կոմբինացիան է։ Ահա։ Ոչ տրիվիալ նշանակում է այս մեջի այս b-կան ոչ զրոյական է, դե ինչ անենք։ Կարող եմ b-կա v-կան թողնել ձախ մասում, մնացած ամեն ինչը տանել աջ մաս, հետո, քանի որ մենք դաշտում էինք գործում եւ b-կան էլ ոչ զրոյական է, իրա -1 աստիճանը կա, նշանակում է տարանք մնացած գումարները աջ մաս, բաժանեցինք b-կայի վրա, ստացվեց ահա այս գծային կոմբինացիան, որը զրոյական է։ Ուրեմն, եթե վեկտորների համակարգը գծորեն կախված չէ, նա կոչվում է գծորեն անկախ։ Այսինքն տեսեք, ոնց է սահմանվում է գծորեն կախվածությունը, ապա եւ նրա շնորհիվ սահմանվում է նաեւ անկախությունը։ Մինչև այս պահը մենք գծային անկախությունը եւ կախվածությունը քննարկեցինք միայն վերջավոր քանակությամբ վեկտորների համար։ Ինչ կարելի ասել, երբ որ այսպես բան է գրված, այսինքն մեր վեկտորների համակարգը իրականում նաև անվերջ կարող է լինել։ Անվերջ համակարգը կոչվում է գծորեն կախված, եթե նա ունի վերջավոր կախված համակարգ։ Այս օրինակները կլինեն։ Հակառակ դեպքում նա կոչվում է անկախ, այսինքն նրա վերջավոր ենթաբազմություններից ոչ մեկը կախված չէ։ Օրինակներ։ Նայեք։ Վերցնենք կամայական v1 v2 վեկտորներ։ Ինչ կլինի նրանց համար կախվածությունը եւ անկախությունը։ Տեսեք, հələ օգտվենք երկրորդ սահմանումից։ v1-ը v2-ը կլինեն կախված ըստ առաջի սահմանման։ Եթե նրանցից մեկը լինի մյուսների գծային կոմբինացիա, ասենք v1-ը լինի մյուսների գծային կոմբինացիա, բայց v1-ից բացի ընդամենը քանի հատ մյուս կա այն կողմերում։ Մի հատ v2 կա, չէ՞։ Այսինքն դուք ասեք, ինչ է նշանակում v1-ը լինի մյուսների գծային կոմբինացիա։ v1-ը հավասար ինչ-որ փորձակից v2։ v1-ը հավասար լինի av1, կամ էլ v2-ը հավասար լինի bv1։ Այսինքն մեկը լինի մյուս անգամ պատիկ, էս է նշանակում։ Դա դպրոցից սկսած ինչ անուն էր կրում ավանդաբար։ Բազմապատիկ։ Ահա, բազմապատիկ, բայց նաև կոլինարել էինք, չէ՞ ասում։ Այսինքն ստացվում է, որ այն ինչ որ մեծ հայտնի էր որպես կոլինիարության հատկություն դպրոցից կամ առաջի կուրսից, այդտեղ նույնպես գծային կախվածության մասնավոր դեպքն է դառնում։ Հեշտ կանոն է հիշվում։ Երկու վեկտորներ իրար կոլինար են, եւ միայն դեպքում երբ որ կախված են։ Այսինքն եթե sense վեկտոր տայի, ասեի s վեկտորը եւ s վեկտորը կախված են թե անկախ։ Այստեղ մտածելու հարկ չկա, թե սրա գործակիցը ով է, նրանով է։ Իրանք ուղղակի անկախ են։ Հաջորդը նույն սկզբունքը եռաչափ դեպքում։ 3 հատ վեկտորներ կլինեն կախված ըստ առաջի սահմանման, եթե նրանցից որևէ մեկը լինի մյուս երկուսի գծային կոմբինացիա։ Էսա, եթե v-ին լինի v-ի v-ի v-կայի գծային կոմբինացիա, այդ նույնը չի, որ v-ին լինի նույն հարթության մեջ ընկած։ Այսինքն այն որ դպրոցից սկսած կոպլանարություն էինք անվանում, համահարթություն։ Այստեղ նույնպես դառնում է գծային անկախության եւ կախվածության մասնավոր դեպքը։ Այսինքն իսկապես բնական հասկացություն է։ Հաջորդը, այստեղ էլ երկրորդ սահմանումից օգտվենք։ Վերցնենք fn տարածության մեջ այս վեկտորները 1 0 0 0 0 1 0 0, ասենք։ Հիմա ստուգենք երկրորդ սահմանումով։ Դա ի՞նչ է պետք անել։ Պետք է այս վեկտորները, այս մեր սահմանած e1 2 en վեկտորները գրենք ասենց գծային կոմբինացիայի տեսքով,
A1, E1, A2, E2, AN եւ հələ հավասարացնենք 0-ի։ Այս գծային կոմբինացիան գրեցի, հավասարացրեցի 0-ի։ 0-ն մեր դեպքում ինչ է։ 0-ն այս fn տարածության մեջ 0-ական վեկտորն է։ Այս է։ Մյուս դեպքում, մյուս կողմից նայեք, E1-ը դա մեր ահա այս վեկտորն էր։ A1 E1-ը, դուք ասեք, A1 E1-ը որ վեկտորը կդառնա։ A1 ու 0-ներ։ Ապրեք, A1 ու 0-ներ, A2, E2 այստեղ կդառնա A2 0-ներ, այստեղ AN 0-ներ։ Եթե դրանք բոլորը բռնենք գումարենք իրար, կստացվի ահա այս վեկտորը կստացվի։ Դե եթե այս վեկտորը հավասար է 0-ին, միայն եւ միայն երբ եւ այս բոլոր ինդիվիդուալ, այս բոլոր A1 AN-ները, սրանք բոլորը 0-ներ են։ Այսինքն, ահա այս վեկտորները, որ ստեղ գրած էին, իրանք գծորեն անկախ դուրս եկան։ Այսինքն գրեցինք իրանց գծային կոմբինացիան, հավասարացրեցինք 0-ի, եղավ 0։ Հաջորդ օրինակը, սրան շատ նման օրինակ է, տեսնում եք այս վերևի օրինակին։ Մենակ թե այս 4 հատ մատրիցներն են տված։ Սրանք նույնպես գծորեն անկախ են։ Գծային կոմբինացիան, տեսեք, այս գործակիցներով եթե կազմենք, կստացվի սա, իսկ սա 0-ական է, երբ որ բոլոր գործակիցները առանձին 0-ական են։ Ու նայեք, այս մատրիցները մենք ոնց ենք նշանակել։ EIJ-ով նշանակել էինք այն մատրիցը, որը E-րդ տողի J-րդյան հատմանկետում 1 է գրած, մնացած մասերում 0-ներ։ Սահմանենք այսպիսի յուրահատուկ մատրիցներ, սրանք մեզ շատ ենք հետագայում օգտագործելու, EIJ մատրիցը։ Դա ով է։ E-րդ տողում եւ J-րդ սյան մեջ գրած աստեղ մի հատ լավ միավոր, մնացած բոլորը 0-ներ են։ Այս տեսակ մատրիցների բազմությունը հեշտաստուգել, որ նույնպես գծորեն անկախ է, որ տարածությունում MMNF։ Բազմանդամները։ Վերցնենք այս բազմանդամները 1, որը x-ի 0 աշճանն է, x, x քառակուսի x-ը։ Սրանք անկախ են թե կախված։ Սրանք էլ են անկախ։ Ինչու են անկախ։ Որտեղ եթե իրենց գծային կոմբինացիան կազմեմ, ահա այս գործակիցներով, կստացվի A0 անգամ 1, հետո ինչ A1x գումարած ANX։ Սա գծային կոմբինացիան կստացվի։ Հələ եկեք այս կոմբինացիան հավասարացնենք 0-ի։ 0-ն ով է այս տարածության մեջ։ Մեր տարածությունը բազմանդամային տարածությունն էր։ 0-ն իր մեջ դա նույնաբան 0 կոնստանտ ֆունկցիան է։ Եթե սա կոնստանտ ֆունկցիայի հավասար լինի, աջ կողմի գրածը բազմանդամ։ Հիմա դուք ասեք, բազմանդամը կոնստանտ 0-ի է հավասար, երբ ինչ։ Կարող է իր գործակիցներից մեկն ու մեկը 0 չլինել, բայց այդ բազմանդամը, ասենք, այստեղ 6 լինել, բայց այդ բազմանդամը կոնստանտ 0-ի հավասար է լինի։ Դպրոցից կամ մաթանալիզից ինչ եք հիշում ես այդ կապված։ Բոլոր գործակիցներն էլ պետք է 0-ներ լինեն։ Այո, եթե գոնե մի գործակից 0 չլիներ, կստացվի իր աստիճանը այդ բազմանդամի 0 չի, կստացվի իր գրաֆիկը այսպես ինչ որ մի բան է, այսինքն ինքը ստացվում է ոչ ավել, քան n հատ արմատ կարող ամենաշատը ունենալ, ու երբեք կոնստանտ 0-ի հավասար չի կարող լինել։ Այստեղ մենք կարող ենք այս օրինակը զարգացնել եւ առաջին անգամ մենք ստանում ենք օրինակ տարածության մեջ, որը անվերջ քանակությամբ վեկտորներից է բաղկացած, բայց ելի անկախ է։ Տեսնենք, գիտեք որը վերցնենք։ Վերցնենք 1-ը, x-ը, x քառակուսի, x-ի n աստիճան եւ այլն։ Սա նույնպես գծորեն անկախ համակարգ է։ Ինչի համակարգ, որտեղ եթե ենթադրեինք, որ ինքը լիներ կախված, ինքը պիտի լիներ մի հատ վերջավոր, ունենար վերջավոր կախված համակարգ, հետ է սահմանումը, չէ՞։ Անվերջ համակարգը կախված է, եթե ինքը ունի վերջավոր կախված համակարգ։ Վերցնենք վերջավոր հատ այսպես վեկտորներ, գծային կոմբինացիան հավասարացնենք 0-ի, ասենք վայ, հնարավոր չի sense բան, որտեղ բոլոր գործակիցները պետք է լինեն 0-ական։ Հիմա տեսեք, ստեղ կան այսպիսի տարրական հատկություններ,
որոնք եկեք ձևակերպենք եւ առաջի մի երկուսը ես կասեմ, մյուսներն ինքներդ կանեք։ Կան առանձնապես տարրական դեպքեր, երբ որ նրանց որոնց ապացույցը ավելի պարզ է եւ երբ որ դուք այդ տարրական դեպքերն եք ստանում ունենում, ոչ թե պետքա նստեք ու 0-ից մտածեք, թե դա տեսեք կախված է թե անկախ, այլ բռնեք այս կանոնները կիրառեք, սրանք շատ կարևոր կանոններ են։ Նայեք, կանոնը ասում է, եթե վեկտորների համակարգը պարունակում է 0-ական վեկտոր, ապա նա անպայման կախված է։ Հələ ապացուցենք, երցնենք ես մեր վեկտորների համակարգն է, v1, v2, vk-1, vk, vk+1, vn։ Ոնց ցույց տանք, որ իրանք կախված են։ Դրա համար պետք է մի հատ նրանց նենց գծային կոմբինացիա կազմենք, որ այդ կոմբինացիան լինի 0, բայց իր գործակիցներից մեկը 0 չլինի։ Հիմա ենթադրենք այդ 0-ական վեկտորը, որը մեկ կար, vk-ն է։ Vk-ն 0-ական վեկտորը։ Հիմա դուք առաջարկեք, ինչ գծային կոմբինացիա կառուցենք։ Դրա գործակիցը կարանք վերցնենք ամայական սկալար, մնացածինը 0։ Ապրեք, 0-ական գործակիցը դնենք բոլորի առաջ բացի vk-ից, vk-ի առաջ ինչ սկալար դնենք գործակից։ 1, չէ, ստեղ ստացվեց ինչ-որ մի խումբ 0-ներ գումարած 1 անգամ 0, գումարած էլի մի խումբ 0-ներ։ Ստացվեց, որ ինքը 0 է, այսինքն գծորեն կախված են, բայց եւ իրեւ է սրա գործակիցը այստեղ, այս գործակիցը 1 է, հեչել 0 չէ։ Ստացվեց օգտվեցինք կախվածության երկրորդ սահմանից։ Հաջորդ հատկությունը, եթե վեկտորների համակարգը պարունակում է երկու իրար հավասար վեկտորներ, ապա դա անպայման կախված է։ Ահա, ինչ առաջարկություն ունենք։ Ենթադրենք vk-ն եւ vm-երորդը միմյանց հավասար են։ Ահա, ենթադրենք սենց է գրած, նայեք v1, v2, v3, v4 եւ ենթադրենք այս v1-ն ու v3-ը իրար հավասար են։ Ինչ առաջարկություն եք, ինչ գծային կոմբինացիա վերցնենք, որ կախվածությունը երևա։ V1-ի ու V3-ի գործակիցները հակագիր վերցնենք, մյուսները 0։ Ապրեք, սրա առաջ դնենք 1, սրա առաջ դնենք -1, մնացածների առաջները դնենք 0 եւ գումարենք իրար այս գործակիցներով։ Կստացվի 0, որտեղ սա սրան կրճատեց գնաց, մնացածը 0-ին, բայց գոնե մի հատ գործակից կա, որը 0-ական չէ։ Ստացվեց կախված էին։ Հաջորդ հատկությունը։ Եթե հաջորդը սրա մի քիչ գեղեցկացած տարբերակն է։ Եթե S-ի մեջ վեկտորներից մեկը մի քանի այլ վեկտորների գծային կոմբինացիա է, ապա S-ը գծորեն կախված է։ Օգտվելով այս երկու նախորդ կետերից սա էր ապացուցել։ Վեկտորների համակարգը տված, մեկը մյուսների ինչ որ գծային կոմբինացիա է, կարելի է բոլորը միասին համարել կախված։ Եթե S-ը պարունակում է կախված ենթահամակարգ, ապա ինքը նույնպես կախված է։ Եղավ։ Սա բխում է նախորդ կետից, որտեղ եթե վեկտորների համակարգը տված իր մեջ ենթահամակարգ կանգած, որը կախված է, ըստ առաջի սահմանման այդ ենթահամակարգը կախված է, եթե նրա վեկտորներից մեկը մյուսների կոմբինացիայով արտահայտվում է։ Դե հարցը բերվեց նախորդ կետին։ Չորրորդը, եթե S-ը անկախ է, ապա իր ցանկացած ենթահամակարգ նույնպես անկախ է։ Ինչի՞ց է այդպես, որտեղ եթե իր ենթահամակարգ հանգարցներ կախված, ինքը ամբողջը նույնպես կներ կախված։ Այս 4 կետ, այս երկու կետերը միասին դյուրին է այսպես հիշեցնել։ Անկախի ենթահամակարգը նույնպես անկախ է։ Դա 5-րդ կետն է։ Եվ եթե համակարգը պարունակում է կախված ենթահամակարգ, ինքը նույնպես կախված է։